Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր կարճ մի երկու բառ ասեմ ադրբեջանական դիվանագիտությունից, այսպես կոչված։ Ինչա կատարվում, հիմա Ադրբեջանը արդեն ուղիղ առանց թաքցնելու խառնվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Այդ իրանց քարոզ մեքենաները, այդ Քամրան մամրան խոդ են տվել, այն Քամրանի մասին է խոսքը, որը որ ուզում եմ հիշեցնեմ, ամբողջ այդ իր ընթացքը, ամբողջ գործունեությունը եղել է Հայաստանին ձեռ առնելով, հայ ժողովրդին ձեռ առնելով, իր արևին ինչ որ բաներ է հորինում պատմությունից, մեզի ասում է քոչվոր, չգիտեմ, եկացած, դուք ստե ոչ մի բան չունեք, մի խոսքով, եկեղեցի չունեք, ես չունեք, նոր եք եկեք, այդ սաղ ալբանական է, մյուս, այդ Քամրանը հիմա այսօր հելել է ու միացել է, ուղիղ բան եմ ասում, հանկարծ ուրիշ բաներ չխոսա, կոնկրետ այդ մարդը միացել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզ արշավին։ Վերջ, սենց է, հանկարծ այդ կապիկություններ, գրողներ, որ կան մի քանի, չգրեք ոչ մի հիմարություն, եթե տենց չի, գրեք, որը տենց չի ու ապացուցեք, ես կոնկրետ բացեք իր այջերը նայեք, տենց է։ Հիմա ինչ է, մի հատ հասարակ լոգիկա, հետևություն, հասարակ բան, եթե թշնամի պետությունը, հա, պարտադիր չի Ալիև ասի, բայց Ալիևի մեքենան է ասում, կապ չունի, ասում է, գնացեք, ընտրեք Նիկոլ Փաշինյանին, մեզ, ինչ խայտառակ վիճակի մեջ եք, ես անձամբ ինձ իրավունք չեմ վերապահում, իմ երկրում հելնեմ ասեմ, գնացեք ես մարդուն ընտրեք կամ են մարդուն ընտրեք, քանի որ կարամ նույնիսկ սխալվեմ, չնայած գիտեմ ով ինչ է, ասում եմ ում ուզում եք ընտրեք, թշնամիներին մի ընտրեք, ես եմ ասում ընդամենը, թշնամու ասածով մի ընտրեք, հիմա թշնամի երկիրը Ալիևը մեր թշնամի երկրի ղեկավարն է, հանկարծ չասեք թշնամի չի, ինչ ես կռիվ սարքում, թշնամի է, Ադրբեջանը Հայաստանի թշնամին է, ոնց ուզում եք դուք ձեզի տեղից ինչ ուզում եք ասեք, դուք ստից ասեք Ալիևը, չգիտեմ, մեր գործընկերն է, դուք ասեք Ադրբեջանը մեր լավ հարևանն է արդեն, խաղաղություն է, դուք ստից ինչ կապիկություն ուզում եք արեք, ամեն ելույթի վաղտ Ալիևը, ամեն ելույթին, մեզ անվանում է թշնամի, ամեն ելույթին, այդ իրանց լեզվով դուշման, մեզ ասում է դուշման, որ թատմանում ես հայերեն, ադրբեջաներենից նշանակում է թշնամի, այսքան զիջումներից հետո, այսքան Փաշինյանի այդ դվիժենիներից հետո, այդ մարդը էլի մեզ ասում է թշնամի, դուք ասում եք չէ, թշնամի չի, բարեկամ հարևան, հիմա այդ թշնամին ասում է գնացեք ընտրեք Նիկոլ Փաշինյանին, մեզ խորհուրդ է տալի, թե իրանք ով են, որ մեզ խորհուրդ տան, հիմա Նիկոլականներ ջան, գնացեք, եթե շատ եք ուզում, ուրիշ մարդ չեք գտնում, դուք գիտեք, գնացեք Ալիևի չի, այսինքն Քամրանի ասելով ընտրեք ձեր ուզած սիրած վարչապետին, ինչ ասեմ, էտա, ես էլ չգիտեմ ոնց մարդ, ասենք, ես ոնց դա ընդունեմ, եթե թշնամին ասում է գնացեք ընտրեք Փաշինյանին, ես դա ոնց հասկանամ, այսինքն ես նորմալ մարդ, հասարակ մարդ, հասկանում եմ, որ Փաշինյանը պետք է թշնամուն, քանի որ առանց Փաշինյանի մեր հանդեպ ոչ մի ոտենց ձգություն չի կարող անի Ալիևը, ես էդի արդեն հասկանում եմ, ուղղակի որպես հասարակ մարդ, էսա գնացեք, դե հիմա ոնց ուզում եք մտածեք, գցեք, բռնեք, ոչ մեկ չգրի սուտ ես ասում, սուտ չի, լրիվ ճշտություն է, ճիշտ է, մնացածը բոլոր այդ հետևությունները թողում եմ ձեզ, կոմենտներում եթե ցանկանում եք ճիշտը գրեք, ճիշտը, հիմարություններ այդ գրողները չգրեն հանկարծ, ոչ էլ ուշադրություն եմ դարձնելու, մեկա թռած են այդ հայհոյան գրողները, այսքանը